Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հունիսի 8-ն է, երկուշաբթի։ Հունիսի 7-ին կայացած Հայաստանի ազգային ժողովի 9-րդ գումարման ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստում վավերացրել է ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։ Ըստ այդմ քաղաքացիական պայմանագիրը ստացել է 49,825 հազար երրորդական տոկոս, Ուժեղ Հայաստանը 23,281 հազար երրորդական տոկոս, Հայաստան Դաշինք 9,934 հազար երրորդական տոկոս և Բարգավաճ Հայաստան 3,996 հազար երրորդական տոկոս։ Համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան։ Ընտրություններին մասնակցել են Հայաստանի ընտրական իրավունք ունեցող 2,005,216 քաղաքացիներից 1,477,736-ը կամ 58,94%-ը։ Ըստ ընտրությունների նախնական արդյունքների և բանաձևերի կիրառման արդյունքում ազգային ժողովում մանդատների բաշխումը նախնական կունենա հետևյալ տեսքը՝ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 64 մանդատ, Ուժեղ Հայաստան Դաշինք 29 մանդատ, Հայաստան Դաշինք 12 մանդատ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց։ Կուսակցության խոսնակ Իվետ Ատոնոյանը հայտարարել է, որ կուսակցությունը օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը, նշել է Տոնոյանը, ավելացնելով, որ չեն բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ 2018 թվականին ձեր գլխավորած Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա, ասվում է ուղերձում։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան վարչապետ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար։ Միասին Եվրամիությունը և Հայաստանը կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում։ Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ ամբողջ տարածաշրջանի համար, ասվում է ուղերձում։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ևս շնորհավորական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տոկաևը մաղթել է Փաշինյանին շարունակական հաջողություններ իր աշխատանքում և վերահաստատել է իր հանձնառությունը Աստանայի և Երևանի միջև երկկողմ կապերի ամրապնդմանը։ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ասվում է հայտարարության մեջ։ Միջազգային մամուլը 3 Հայաստանում կայացած ընտրությունները ներկայացրել է որպես պատմական նշանակության քվեարկություն, ըստ տարբեր լրատվականների այս ընտրությունների արդյունքները կարող են որոշել երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը, Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան և տարածաշրջանային խաղաղության գործընթացի հեռանկարները։ Ներկայացնենք մի քանի լրատվականների անդրադարձներից մանրամասներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կիրակի օրը քվեարկության մասնակցեց որպես ֆավորիտ, առաջանցնելով 3 ընդդիմադիր թեկնածուներից, որոնք պաշտպանում են Մոսկվայի հետ ավելի սերտ կապերը, հայտնում է Գարդիանը։ Ըստ գործակալության 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար խաղադրույքի տակ շատ բան է դրված, քանի որ Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը ուշադիր հետևում են քվեարկությանը։ Ըստ Reuters-ի քվեարկությունից առաջ անցկացված հարցումները ցույց էին տվել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջատար է, որին աջակցում է ընտրողների մինչև 32%-ը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը երկրորդ տեղում էր։ Ըստ գործակալության այս ընտրությունները մանդատ կտա վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավարտելու խաղաղ բանակցությունները Ադրբեջանի հետ։ Ընտրություններին ուշադիր հետևում են նաև Եվրոպայում, քանի որ Եվրոպան ձգտում է դաշնակիցներ հավաքել տարածաշրջանում այն բանից հետո, երբ Վրաստանը վերջին տարիներին կտրուկ շրջադարձ կատարեց դեպի արևմուտք, գրել է Associated Press-ը, մեջբերելով Փաշինյանի խոսքերը, որ Եվրամիությունը Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկերն է։ Ժողովրդավարական
կառավարական բարեփոխումների իրականացման գործում։ Գործակալությունը նաև նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում ռուսական կողմը սահմանափակումներ է կիրառել հայկական արտահանման ապրանքների վրա։ Գործակալությունը նշել է նաև, որ Մոսկվայում դժգոհություն էր առաջացել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցում արտահայտվել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ ընկեր է եւ առաջնորդը իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ եւ շատ անվտանգ։ Մայիսի 9-ին Ռուսաստանի հաղթանակի օրվա շքերթից հետո լրագրողների հետ զրույցում Պուտինը նշել էր, որ եթե հայ ժողովուրդը օգուտներ տեսնի Եվրամիությանը միանալուց, ապա իրենք անշուշտ ոչինչ չեն ունենա ասելու դրա դեմ։ Այնուամենայնիվ նա նաև հիշեցրել է լրագրողներին Ուկրաինայի Եվրամիությանը միանալու փորձն ու հետևանքները։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների նախնական ամփոփման աշխատանքները Շիրակի մարզի ընտրատարածքային ընտրական 4 հանձնաժողովներն ավարտել են այսօր առավոտյան։ 220 ընտրական տեղամասերից ներկայացված բոլոր արձանագրությունները ուսումնասիրվել են, ընդունել բոլոր փաստաթղթերը, տեխնիկական սարքավորումներն ու տեղամասերի գույքը։ Հունիսի 7-ին ընտրական օրվա ընթացքում ընտրատարածքներում ստացված ահազանգներն ու բողոքները հիմնականում տեխնիկական բնույթի են եղել, որոնք տեղերում արագ շտկվել են։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն համակարգում է Գյումրիի տեղամասային 58 կենտրոնների աշխատանքը, եկած ահազանգեր հիմնականում վերաբերել են տեխնիկական խնդիրների, որոնք բանավոր ցուցումներով կարգավորել են, իսկ քվեարկության ընթացքին առնչվող դժգոհություններն ու բողոքները գրանցամատյաններում են տեղ գտել։ Հանձնաժողովն այսօրվանից սկսել է դրանց ուսումնասիրությունները։ Ահազանգերի թվում, որոնք հրատապներից էին, էլեկտրաէներգիայի անջատման դեպքերն էին։ Տեղամասերը կարճ ժամանակով անլույս են մնացել, բայց դրանք եղել են ինչպես ընտրության օրվա ընթացքում, այնպես էլ ձայների հաշվարկի ժամանակ։ Մի րոպեով, 5 րոպեով, 10 րոպեով, որին արագ արձագանքել են, որին անհրաժեշտություն է եղել գեներատորներով արագ հոսանքը վերականգնելուն, որը պետք է եղել, մինչ այդ էլ են եղել հետև տալանումներ, 20-ից հետո են եղել։ Ընդամենը 2 րոպեանոց դադար է եղել Բարամաբերդ եւ Կապս համայնքներում, 2-ից 5 րոպե երկուսի տևողությունը, սարքերը չէին անջատվել, որովհետեւ այդ ցերեկվա ժամին 11 իր առավոտյան ժամերին ավելի շուտ չէր անջատվել, որովհետեւ ինքը շատ կարճ ժամանակահատվածով էր եղել։ Տեխնիկական թերությունների կամ հնարավոր խախտումների մասին արձանագրումներ արել են հիմնականում դիտորդները։ Տեղամասերում քվեարկության կարգին ոչ իրազեկ ընտրողների թույլտված սխալներն են շատ եղել։ Դրանք թեև ընտրության նախնական արդյունքների վրա էական ազդեցություն չունեն, բայց կարգի խախտում են համարվում։ Ուղղակի եղել է միտեղ ասել են, մենք տեսել ենք, որ մեկը թղթի վրա նշումներ է արել։ Միտեղ մեկ այլ բաներ, որոնք որ ընտրության հետ կապված ոչ մի խոչընդոտ չեն ներկայացրել, ուղղակի այդ հարցերը փակվել են, հարթվել են։ Եղել են թեթև տեխնիկական հարցեր, ասենք մատնահետքի սարքն է ինչ որ որոշ ժամանակ բան եղել, չի աշխատել կամ խափանվել է, անմիջապես մեզ մոտ են եղել մասնագետները, անմիջապես արձագանքել են, այդ հարցերը անմիջապես լուծումներ են կդել, ինչպես նաև թեթև տեխնիկական հարցեր, որոնք տեղամասային ընտրական հանձնաժողովի լուծելու հարցերն են, իրանք փառքաստո լուծել են, էլ չի հասել մեզ, որովհետեւ մենք որոշ ուղղություն ցույց տանք կամ ինչ-որ ուղղորդենք իրանց։ Անվավեր քվեաթերթիկների թիվը եւս փոքր չէ։ Պատրված նշումներով, գրառումներով շատ թերթիկներ են քվեատուպերից դուրս բերել։ Մեկից ավելի քվեաթերթիկ պարունակող ծրարները քիչ են հանդիպել։ Հիշեցնենք, որ այս ընտրություններում այդպիսիք անվավեր ճանաչված քվեաթերթիկ են համարվել։ Ճիշտ է, եղել էին անվավերներ, նշումներ քվեաթերթիկի վրա եղել է, բայց որ ասենք ծալած շատ լինեն, համատարած ծալած լինեն, կարող է մարդը եղել, տեսողությունը լավ չի եղել, կամ ձեռքն է մի քիչ շարժում այնպես եղել, որ մի անկյունը ծալվել է, բայց դրանք համատարած բնույթ չեն կիրառել։ Մարզի հեռավոր գյուղերի ընտրատեղամասերում անվավեր քվեաթերթիկների թիվն ավելի քիչ է եղել։ Թիվ 30 ընտրատարածքի 63 տեղամասերում քվեարկությանը մասնակցած 14454 ընտրողից ընդամենը 152-ից ձայնն է ճանաչվել անվավեր։ 60-ից ավել մոտ մասնակցության ցուցանիշ ունենք, ինչը նախորդ ընտրությունների համեմատ ավելի բարձր է։ Քվեարկության արդյունքների վերաբերյալ անհամաձայնություններ ունենալու դեպքում բողոք դիմումներ ընտրատարածքային հանձնաժողովներին քաղաքական ուժերը կարող են ներկայացնել այսօր մինչև ժամը 18-ը եւ վաղը ժամը 9-ից մինչև 11-ը։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։
Որակյալ եւ ժամանակակից կահույք արտադրող սպառողներին հայտնի սոլիդ արտադրամասը իր տեսականին ներկայացնում է խանութ սրահում։ Մուսայելյան 36 կոտորակ 1 հասցեում բացված սրահում առաջարկը մեծ է։ Տեղական արտադրողի կահույքը համատեղում է որակը, դիմացկունությունը եւ ժամանակակից դիզայնը։ Մուսայելյան 36 կոտորակ 1 հասցեում ներկայացված նուրբ ճաշակի կահույքն արտադրվում է Գյումրիում, սոլիդ կահույքի արտադրամասում։ Հետաքրքիր դիզայներական լուծումներով, ոճի ու ճաշակի համադրությամբ իրենց նախընտրությամբ կահույքը գնորդը կարող է գտնել սոլիդ կահույքի խանութ սրահում։ Սոլիդի սրահում է դասավորված էկոլոգիապես մաքուր, անջրանցիկ եւ դիմացկուն կահույք, առանձնացող ոճով եւ զարդանախշերով, որոնք համադրված են նաեւ թրենդային գունային երանգներով։ Սրահում ներկայացված ամբողջ տեսականին, որն արտադրվում է Գյումրիում, բարձր որակունքից է, ինչը երաշխավորում է արտադրանքի բարձր որակն ու երկարակեցությունը։ Այս պահին ներկայացնում ենք մեր տեղական արտադրանքը, որը պատրաստված է մեծ սիրով, հոգատարությամբ ու բարձր որակի, բարձրորակ փայտից է, հաճախ տեսակի, որը օգտագործում ենք մեր բազմոցների մեջ, նույնպես սեղանները։ Սոլիդում են առաջարկում ամուր, որակյալ հումքով փափուկ կահույքի ընտրանին։ Դրանք բազմոցներ են, խոհանոցի, հյուրասենյակի անկյունակների հավաքածու, բազկաթոռներ, աթոռներ եւ գեղեցիկ ինտերիերն ապահովող աքսեսուարներ, ինչպես բնակարանների, այնպես էլ աշխատանքային տարածքների համար։ Արտադրում ենք ցանկացած ոճի եւ ցանկացած տեսակի կահույք, սակայն մեր արտադրամասը հիմնականում շեշտը դրել է աթոռների եւ փափուկ կահույքի արտադրամասի վրա։ Solid Furniture-ը հիմնականում շեշտը դրել է պաստելային գույների վրա, որպեսզի ավելի աչքին հաճո լինի, սակայն դա չի սահմանափակում մեր արտադրանքը եւ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հաճախորդ կարող է իր ցանկացած մոդելը ներկայացնել եւ խանութ սրահին եւ արտադրամաս եւ իր ցանկացած մոդելը մի քանի օրվա ընթացքում պատրաստվի եւ առաքվի համապատասխան հասցեով։ Լավագույն տեսականին խանութ սրահում ներկայացնելուց բացի Solid-ում ընդունվում են անհատական պատվերներ, ննջասենյակի, խոհանոցի, հյուրասենյակի, ինչպես նաև գրասենյակային եւ սպասարկման ոլորտի կահույքի համար։ Իրենց գործի վարպետները հաշված օրերի ընթացքում պատվիրատուի ճաշակով ու նախընտրած դիզայնով կահույք են պատրաստում, ապահովելով չափագրման, նախագծման եւ տեղադրման ամբողջական ծառայությունները։ Solid կահույքի համահիմնադիրներ Արմեն Բեբուրյանը եւ Արտյոմ Վարդանյանը Գյումրիում ձեռագործ վարպետության եւ ժամանակակից արտադրական տեխնոլոգիաների կիրառումով որակյալ հայկական արտադրանք են ստեղծում։ Տեղական արտադրանքից բացի բացվում են քաղաքում աշխատատեղեր, ինչու՞ չէ նաեւ երիտասարդներին ստիմուլ են տալիս, այսպես ասած, որ երիտասարդները գան տեսնեն ինչպես է կահույքը արտադրվում, ինչ պրոցեսներ է անցնում, ինչու՞ չէ նաև սովորեն։ Երիտասարդները սովորեն եւ կարողանան հենց իրենց բնակավայրում աշխատատեղ գտնել։ Գիտեք ինչ, մենք միշտ գնահատել ենք արտասահմանյանը, բարձր գներ ենք տվել գնելու համար, չի ասել, անտեսում ենք տեղական արտադրությունը, բայց խնդրեմ հաճախենք նայենք որակը։ Գնահատում եմ մեր տեղական արտադրանքը։ Շատ ուրախ եմ, որ արդեն խանութ են բացել, տեսականին ավելի լավ եք տեսնում ենք աչքով, արդեն կարող ենք ընտրել գույները տեսնել, հասկանալ, որը ավելի գեղեցիկ է, որն է հարմար տանը։ Միանշանակ առաջարկում եմ, հաստատ չեն փոշմանի, ինքս օգտվել եմ եւ շատ գոհ եմ։ Պատվիրատուները վստահեցնում են, որակն ու գինը իսկապես համադրելի է Solid-ում։ Տեսականում մեծ առաջարկը հնարավորություն է տալիս գնորդին գտնել նախընտրելին, իր բնակարանի ինտերիերին հարմար կահույքը։ Բացման առիթով Solid-ը հատուկ գնային առաջարկներով է հանդես գալիս։ Ամբողջ տեսականու համար սահմանել է 10% զեղչ եւ այն հասանելի է ինչպես կանխիկ, այնպես էլ ապարիկ գնման եղանակով, 0% տոկոսադրույքով եւ տեղում ձևակերպումով։ Հայաստանի ամբողջ տարածքում կահույքի առաքումը Solid-ն իրականացնում է անվճար։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդ